րոպե հետո կամ 10 րոպե զանգարել եւ չկապնվել, ուղղակի հարգելով որպես գոլեգա, պահում եմ էսթետիկայի նորմերը եւ էթիկայի։ Քրիստիկ դու գիտես ինչա նշանակում էթիկա։ Գիտի։ Դաժե քրիստիկը գիտի ինչա նշանակում էթիկա, բայց քանի որ դու գիտես էթիկա ու էսթետիկա, ես վստահ լինեմ, որ էտա քո փմբուկ համապատասխանում է այսօր էթիկայի եւ էսթետիկայի պահանջներին։ Ճիշտ է։ Դե ուրեմն մի քանի րոպե անց Վիոլետա Ալբերտովնային ճանաչողները թող կապնվեն, ասեն, որ ձեզ զանգահարելու են 5-10 րոպեից Վարդան Ղուկասյանը էթիկա եւ էսթետիկա քարոզելու համար։ Քրիստիկ պատրաստվի։ Ուրեմն կարճ, քանի որ գնաց խոսք էթիկա եւ էսթետիկա։ Կա ակտիվիստ Արթուր Չախոյան։ Այն որ հլամ գնում է բան փողոցները, էսա նկարը մենանկարը սիսի վերաբերալ։ Լավ անում, բան չունեմ ասելու։ Ուրեմն նայեք մարդու դասիրակությունը, մարդու էթիկան եւ էսթետիկան։ Ինքը սիսին է գրլում։ Ասում է, չնայել գրլում, ռիչանում, գրի, պրոստը ասում է, տեսեք բուլեժնիկները, տեսեք թունելը, տեսեք, տեսեք։ Լավ անում, բան չունեմ ասելու, թող շարունակի։ Բայց հիմա խնդիրն ինչու՞մ է կայանում։ Ես տեսնելով այս տղայի գործողությունները, որ այո, հանրորեն շատ օգտակար աշխատանք է կատարում։ Միանգամից դրական սիմպաթիա այս տղայի նկատմամբ։ Եվ յա բոլոր, գրեթե բոլոր այդ բացահայտումներ, որ գնաց է պատը բլացա, փողոցը քանդացա, զիբիլը թափած չի, եւ այլն մենք տեղադրել ենք մեր Telegram կանալներում, տեղադրել ենք մեր Facebook-յան էջերում։ Կարակ մտնեք նայեք։ Այսօր մի քանիսը ջնջել եմ։ Ուրեմն 2-3 օր առաջ էր, 4 օր առաջ էր, որ հելավ գնաց են բուլուժնիկների հետևից, են բոզի տղե տապորն առավ ընկավ հետևից։ Ես որ մտա, եթե ասեցի, որ այս բոզի տղեն սիսի բոզի տղենա։ Չէ՞։ Էջի վրա ստատուս է գրել այդ նույն Արթուր Չախոյանը։ Послушайте внимательно։ Ստատուս է գրել, ասում է ըստ համացանցում շրջանառվող լուրերի։ Այսինքն համացանցում շրջանառվող լուրը ո՞րն է տղա ջան։ Խոմ դու գանդոն չես։ Համացանցում շրջանառվող լուրը դի Վարդան Ղուկասյանն ասել, չէ՞ որ այդ ընտանիքը, որը տապորն առավ քո նմանին ուզում է տապորով ծծծներ, դրա տղեն բոզի տղա է, դա տանի դալիճից փախցելա սիսին, եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդը ինչքան պիտի նենգ լինի, ինչքան պիտի թաքնված ինտելիգենտ գյոթ լինի, որ բերանը չի ֆռը, վեգալի գրի, որ Վարդան Ղուկասյանն ասեց, որ այս ընտանիքը սիսի մուրը ծծծնող ընտանիքն է։ Չէ, օբյեկտիվ լինենք։ Ես այվիրները կիսում եմ, նյութերը դնում եմ, լուսաբանում եմ, ասում եմ, «Խարոշ է մալչիկ»։ Լավ բաներ անում այտենց։ Բայց նենգություն է էլի մարդու։ Ըստ համաց ոնց որ բանը խոսա։ Հմեկից Պետրոսը որ Պետրոս է, դոգյանը տալում, ասում է դոգի կուսակցություն, Վարդան Ղուկասյան, ասում է մարդը, հմեք Պետրոս։ Չսիրենք, ասենք, ատենք, լինենք օբյեկտիվ։ Մարդը նստում է Նիկոլի դեմ, ասում է, քֆուր սիրողների կուսակցություն, դոգի կուսակցություն, ասում է։ Բայց այս ինտելիգենտը, այս դժբախտ մարդը, էջի վրա, վեկալում գրում ասում է, համացանցում, այդ համացանցում տարածողն ով էր այ գյոթ։ Ուրեմն ես հանից հետո արգելում եմ իմ Telegram կանալի, այն մյուս ինչքան կա, ադմիններին առհասարակ կիսվել այս տղայի տեսանյութերով։ Եթե դաժե գնա ցույց տա ոնց են ինչ բոզի տղություն ամ, ես էլ այլևս չեմ բանելով, չեմ կիսվելու։ Բան է էթիկա, էսթետիկա։ Զորով, ասում ասեշ, բա եթե դու պարս մարդ ես, ընկեր Չախոյան, եթե դու անկախ սուբյեկտ ես, հա ինքնուրույն հլում գնում լուսաբանում, նորից եմ ասում, լավ անում, բայց ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ ստեղից արդեն հետևություն, որ այս տղան ինքնուրույն չի գործում, այս տղան ունի տեր, հիմա դա Ռոբիկնա, Սերժիկնա, գլողու սև ցավնա չգիտեմ, որը որ սրան կատեգորիկ արգելում է, ասում է դու դրանու չտակա գործ։ Բայց այս մեր օգտին բանը ասե գրի, համացանցը ոնց որ TV 5-ը բան տա, կամ Արմենիա TV-ին բան էլի նորություն տա։
Համացանցում ո՞րը տղա ջան, ասել է Վարդան Ղուկասյանը, ասել է Վարդան Ղուկասյանը։ Գյոտ, բարես ամենաբուն իմաստով։ Հոգեպես գյոտ, ավելավա մարդ ֆիզիկապես գյոտ լինի։ Որ գիտի ինչը համարցակերպով ֆիզիկապես գյոտերը հելան գնացին մտան կետոնի քաղմաս միլիսեկին ծսցրի։ Որ մի գողական տղեն լավ տղեն կարալ գնալ քաղմաս միլիսա ծսցնես։ Ոչ մի կաբլուկներից տվես մենուց կարկին։ Այդ մարդիկ դուխով են։ Դուք բարը Վարդան Ղուկասյան բարը վախը մակերի։ Բա ոչ ասեմ սիսի ծսցնի քեզ։ Ես ասիսին։ Ամեն Արկել եմ սանից հետո, բոլորին տիկտոկյան կանալներ, տելեգրամ կանալներ և սրա մասին ոչ մի նյութ, եթե դաժե ծուստա ոնսակևյան կամուրջը բլեմ։ Անցավ 5 րոպեն, մի հատ է զանգենք, Վիոլետին, էտո, լինենք ազնիվ էլի, ազնիվ, լա բավո, Ես ինչ կակսա ուտեմ։ Ես իլ ռիվ անջատեց երախոսն աշկիս։ Բաժանորդի երախոսն անջատված է, կամ գտնվում է ռադիոծաղկույթից դուրս։ Ուրեմն Վիոլետ բուժ կենտրոնում 4 ամիսա մարդիկ աշխատավարձ չեն ստանում մալացիայի մասնաճյուղը։ Այն ասում է երկնային գրասենյակը վկա, մենք փորձեցինք կապնվել, բայց կապը չհաջողվեց։ Ինքեշ սեփականատեր Ագարկա Վիոլետա Ալբերտովնայի հետ։ Քրիստիկ, ես ցանկանում եմ, որ դու այսօր քո անմոռանալի փմբուկը դնես Վիոլետա Ալբերտովնայի բենի մեջ։ Ու չհանես, մինչև վաղը կամ վաղը չէ մյուսօրը մենք կունենանք Երևանն է խոսում եւ մենք կզանգենք նորից այս բուժկենտրոն եւ կհարցնենք արդյոք համեղեր քրիստիկի վաղորցյան ցողով քրտնախաշով պարուրված էտա դլոյ սերական շրթեր։ Նու բնականաբար նաև հանձնարարում ենք հանել Վիոլետա Գևորգյանի ընտանիքի ողջ կազմը։ Մարդ կնիկ երեխա, տղա եւ այլն։ Անձնական գործերը լրիվ կտաս ինձ աղջի։ Անցնենք առաջ։ Նախ ես ասել էի, որ բան եմ տալու, չէ, դենկայի անալիզ, տվեցի, սիրելի ժողովուրդ, եկավ, էդի հատուկ բանա ծրագիրը, ոչ եմ զակազը տալիս ես, են անտերներն ուղարկում են, կողում ես բենիդ մեջ աղում ես, ջարդում ես, տնում ես մեջը, ճամփում ես, մի ամիս հետո պատասխանը գալում է, ով ես, ինչացու ես, արմատները որտեղից է։ Ուրեմն եկել է, Վարդան Ղուկասյանի դենկայի պատասխանը, 66% ընկնում է Արևմտյան Հայաստան դրա տարածք, այսինքն դե մենք արմատներով բանը, վանից ենք, վանակատու, 20%-ը տվել է իտալացի, հարավ Իտալիայի, մնացած տոկոսը տվել է արաբական աշխարհ, հիմա չգիտեմ, Իրաք եւ այլն եւ այլն, ես որ ասում եի, իմ մեջ վրատի 100% հայ լինի, միանշանակ, որովհետև մենք տենում ենք, թե 100% հայերը ինչ վիճակի բնը մեջ են այսօր։ Էնպես որ իմ գենետիկական պատասխանը կավ, դրա համար ենք մենք այսքան էմոցիոնալ, որովհետև 20%-ն եկել է տոնոմենտարո դելա իտալիանո։ Անցանք առաջ։ Մենք անդառնանք Իտալիային այսօր։ Так, մյուս բողոքը։